53 քննիչներից բաղկացած քննչական խումբը վերջին ժամանակահատվածը վերցնենք, թեև մինչ այդ էլ որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չեն կատարում։ Այսինքն հարց է չէ առաջանում, քրեական վարույթ, որ հարուցում եք, մարդուն մեղադրանք, որ առաջադրում եք, պետք է գիտակցեք, չէ, որ անձը անմեղ է, քանի դեռ հակառակը օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել։ Հետևաբար ինչ պետք է չէ լինի։ Քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ քննություն ապահովող մարմինն է, պետք է ինտենսիվ գործողություն անի։ Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ, ամեն գնով կալանք պահելու հետ։ Այսքան բան, ստեղ ուրիշ բովանդակություն չկա, այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ, որտեղ այո, նոյեմբերի 18-ի խաբհման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, քննչական մարմինը պետք է լիներ ամենաակտիվ, ամենաջանասեր մարմինը, բայց ունենք ճիշտ հակառակը, ունենք տոտալ անգործություն, ունենք ընդհանուր առմամբ ջանասիրության տապալում քննչական մարմնի կողմից, բայց զուգահեռաբար ունենք դատախազություն, որը օրինակ կարողանում է հունվարի 5-ին ոչ թե հանձնարարական տա կամ չգիտեմ ցուցում փոխանցի քննչականին, որ ի վերջո օրինականության հսկողությունը ապահովելով նենց անեն, որ քննչականը տեղից շարժվի։ Ի վերջո ապահովի գործի ջանասիրությունը։ Փոխարենը ունենք, որ կարողանում են հասցնել վերաքննիչ բողոք մուտքագրել, ամեն գնով կալանք պահանջելու համար։ Հետևաբար, այո, որևէ գործողություն չի եղել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։ Որևէ գործողություն չի եղել։ Ինչ վերաբերում է բողոքին, դատական ակտի վերաբերյալ մեր կողմից։ Այո, այն ներկայացվել է, այո, այն վարույթ ընդունվել է։ Եթե շատ հակիրճ ձևակերպենք, տրամաբանությունը հետևյալն է։ Մեր դիրքորոշումն է, որ այստեղ ընդհանրապես խաբհման միջոց պետք է կիրառված չլինի։ Բայց եթե նույնիսկ դատարանը հաշվի առնելով քննչականի դատախազության եւ ընդհանուր քաղաքական հետապնդման այս տոտալ մթնոլորտը, որը տեսնում ենք, եթե մի խաբհման միջոց պետք է ընտրի այնպիսինը, որ այն լինի համաչափ, բալանսավորված։ Երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, մենք խոսում ենք անձի մասին, ով քաղաքական հայտ է ներկայացրել, դեռևս 2025 թվականի հուլիսի 4-ի իր հրապարակային ուղերձով, որը շարունակական է եղել, վերահաստատվել է եւ գնալով ել ավելի մեծ մասշտաբի է հասել։ Հիմա այդ պայմաններում, երբ անձին հրապարակային հայտարարություններ անելու սահմանափակում է կիրառում, դրանով ինչ ենք պատկերացնում։ Այսինքն դրանով մենք ժողովրդավարություն ենք պատկերացնում, քաղաքական իրավունքների իրացում ենք պատկերացնում։ Հիմքերից մեկը դա է, որ այն պետք է անհապաղ վերացվի։ Երկրորդը, երբ կիրառվել է գրավ եւ բացակայել ու արգելք, լրացուցիչ խաբհման միջոցի էլ անհրաժեշտությունը ո՞րն է։ Ընդհանրապես դա առավել քան բավարար է։ Առավել քան։ Հետևաբար մյուսը նաեւ ընդհանրապես դրա վերացումն է։ Տնային կալանք խաբհման միջոցի մասին է խոսքը, որը եւս չափազանց ինտենսիվ խաբհման միջոց է։ Եվ իդեպ այս ամենը ինչ որ իմաստով, տնային կալանքի կիրառում, բայց նման տիտանական մասշտաբային սահմանափակումներով, համակցված այլ խաբհման միջոցներով, վերաքննիչ բողոք նման օպերատիվությամբ, դատավոր Սուրեն Խաչատրյանն։ Հուսանք։ Ուղղակի մեկ հանգամանք նշենք։ Եթե պայմանականորեն այլ դատավորները քննարկում էին կալանքից անձին ազատելու հարց, Սուրեն Խաչատրյանը դատավոր քննարկում է Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու հարց, այսինքն մի հանգամանք էլ բացահայտեմ, դատական նիստերից մեկի ժամանակ սա մի քիչ ծիծաղելի է հնչում, բայց ես սա ամենայն լրջությամբ եմ ասում։ Քննիչը եւ դատախազը հայտնեցին, որ իրենք ունեն անհանգստություն, որ եթե տնային կալանք կիրառվի Սամվել Կարապետյանի նկատմամբ, Սամվել Կարապետյանը կկարողանա լքել Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն տնային կալանքից դուրս կգա եւ կլքի Հայաստանի Հանրապետություն։ Եվ դա ասում էին ամենայն պատասխանատվությամբ։ Սամվել Կարապետյանը իդեպ դատական նիստի ժամանակ հենց, թեև մենք այսպես ասած լրջորեն մոտենում էինք, որ իրավական հակափաստարկներ ներկայացնենք, Սամվել Կարապետյանը սկսեց ծիծաղել նիստի ժամանակ։
Դրանից հետո էլ մենք չհակադարձեցինք, որովհետև սա էլ երևի բացահայտենք, դատավորն է սկսեց ծիծաղել։ Այլարց իհարկե, հա, ծիծաղեց, դրանից հետո կալանքը միևնույն է երկարաձգեց, բայց ինչևէ սա ուզում եմ ասեմ, որպես երևույթ այդքան ծիծաղելի են նման փաստարկները, բայց կարող է հիմա օրինակ քննիչը եւ դատախազը լսում են մեզ եւ ասում են ոնց թե իրենք դա շատ մեծ լրջությամբ եւ պատասխանատվությամբ էին ասում։ Դեկտեմբերի 30-ից Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում է, գտնվում է իր տանը։ Իդեպ այս ժամանակահատվածում նույնիսկ մի քանի անգամ այցելել է բժշկական հաստատություն, կրկին վերադառնալով իր տուն։ Հիմա սենց ստացվեց, հարգելի իրավապահներ, երևի թե այս անգամ էլ ընդունենք, որ սխալվել էիք, լավ կլինի իհարկե, դրանում վատ բան չկա։ Հիմա օրինակ իրենք ինչ էին ասում, գործընկերներ ջան, պատկերացրեք, ասում էին 2025 թվականի հունիսի 18-ից, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ եթե կալանք մի օրով էլ չկիրառվի, երկինքը փուլ կգա Հայաստանի Հանրապետությունում, իրավապահ համակարգը կտապալվի, չգիտեմ, արևը դուրս չի գա, խաղաղություն չի լինի, չգիտեմ, էլ ինչ կարելի է մի տենց ողբերգական մի բան պատմեմ, հա, տիտանական մասշտաբի։ Հիմա նենց ստացվեց դեկտեմբերի 30-ից կալանավորված չէ Սամվել Կարապետյանը։ Ես օրինակ առավոտյան զարթնեցի, բացեցի պատուանը, որ տեսնեմ արդյոք երկինքը փուլ է եկել թե ոչ, փուլ չէր եկել։ Այսքանը գործընկերներ ջան։ Մի փոքր լրացում ձեր հարցի հետ կապված հազար ներողություն եմ խնդրում։ Այ ասեցիք ինչն է խնդիրը, որ ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան։ Որ դա շատ ակնհայտ ու ակնառու է։ Ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան, որպեսզի հրապարակայնորեն հասարակությունը չտեսնի, թե ինչ խայտառակ քրեական գործի հետ մենք գործ եւ առնչություն ունենք։ Միակ պատճառը դա է։ Ուրիշ պատճառ ու փաստար գոյություն չունի։ Ավարտ չեն հայտնում, որպեսզի հասարակությանը նախաքննական գաղտնիքի քողի մեջ պահեն, թե բարդ քրեական գործ ենք քննում։ Ընդհանրապես գործողություն չի արվում։ Ընդհանրապես։ Տեսեք, դրանցից մեկի վերաբերյալ նույնիսկ, օրինակ կոչի դրվագը, չէ՞։ Հայտնի կոչի դրվագը։ Այդտեղ կարելի է ասել, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտությունը։ Իդեպ այս ամենը հիմա առավել քան պարզ երևում է եկեղեցու նկատմամբ ճնշումների պայմաններում, թե ինչի համար էր պետք Սամվել Կարապետյանին իր հեղինակության, իր, այսպես ասած, ուժի դիրքերից հանդես գալու նաև հենց հարգանքից ելնելով հանրության եւ վստահությունից, ինչի էր պետք ամեն կերպ մեկուսացնել։ Հա, հիմա այդ ամենը շատ ավելի հստակ ու պարզ է երևում։ Հիմա կոչի դրվագով նախաքննության առավելագույն ժամկետը, առավելագույն, դա հանդիսանում էր 4 ամիսը գումարած 1 ամիս հնարավոր փորձաքննության դեպքում։ 4 ամիսը լռանալու արդեն ժամանակահատվածում քննիչը դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ այստեղ ինչը փորձաքննություն անեն։ Հա, սա էր իրենց դիրքորոշումը։ Մենք էլ կհիշեք, ներկայացրել էինք փորձաքննության եզրակացություններ փորձագետների կողմից եւ քննիչը իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հերթական ամենաաբսուրդային գործողությունը, որովհետեւ որոշեցին, որ փորձագետերին պետք է ահաբեկեն, պետք է խուզարկեն փորձագետների բնակարանները, բջջային հեռախոսները, կանչեն ժամերով հարցաքննեն փորձագետերին եւ այլն։ Սա է Սամվել Կարապետյանի գործով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում։ Ինչևէ, կոչի դրվագով ժամկետը պատկերացրիք։ Այնուհետև դե տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքներ ներկայացվեցին, որոնց այսպես ասած նվազագույն, ողջամիտ, բանական, չգիտեմ, ինչ ձևակերպում, տրամաբանություն նույնիսկ գոնե պետք է ունենա, չէ՞ մեղադրանքը։ Դրանցից ոչ մեկը տրամաբանություն էլ չի ունեցել։ Եվ այս պնդումը ոչ թե մեր պնդումն է, սա դատական ակտերով հաստատված պնդում է, դատական ակտերով։ Եվ չնայած այս ամենին, եթե նայում ենք առավելագույն ժամկետը, նախաքննության, դա 10 ամիսն է։ 10 ամիսը, բայց ժամկետը չի հաշվարկվում առավելագույնի տրամաբանությամբ։ Ժամկետը առաջնային հաշվարկվում է ըստ ներկայացրած միջնորդության եւ դրա շրջանակներում կատարած գործողությունների։ Վճռաբեկ դատարանը շուրջ 2-3 շաբաթ առաջ մի նախադեպային որոշում է ընդունել, որը վերաբերում է իդեպ
եթե չեմ սխալվում, թող ինձ ներեն, ամեն դեպքում անուն չեմ նշի, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի խափաման միջոցի փոփոխությանը, որը վերաբերում է կոռուպցիոն մի շարք դրվագների, որով ի դեպ ոչ թե կալանք էր կիրառվել, այլ տնային կալանք։ Եվ Վճռաբեկ դատարանը ի վերջո գտել է, որ այդտեղ գործողությունները ճիշտ են եղել։ Ես ի դեպ եւս այդ կարծիքին եմ։ Կալանքը ծայրահեղ միջոց է, ամենածայրահեղ, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ երբևէ արատավորված չեղած անձինք ազգային բարերարից արքեպիսկոպոսներ, մինչև եպիսկոպոսները այսպես շարունակ անձին կալանավորվում են եւ նենց հատապարությունը ոնց որ քրեական դատավարության օրենսգիրքը որ բացում եք, այնտեղ ուրիշ խափաման միջոց չկա, այնտեղ սենց բացում ես, գրած է ամենտեղ կալանք։ Դե դատավորներն էլ, քննիչներն էլ, դատախազներն էլ ասում են ինչ կարան անել։ Միայն էտա գրված։ Հետևաբար ժամկետի տեսանկյունից ժամկետները խախտված են, գործընկերներ։ Խախտված են։ Խախտված են եւ սա փաստ է։ Եվ դրա հաստատումը առաջնային նա է, որ մենք գործ ունենք անգործության հետ։